Ես մասնակցեցի այս միջոցառմանը, որպեսզի տեսնեմ ինչ է կատարվում երկրում։ Ընդհանրապես այս միջոցառումների ժամանակ ես ինձ դնում եմ հասարակ ժողովրդի տեղ։ Սա շատ կարևոր քննարկում է, բայց մասնագիտական քննարկում է սա։ Սրանից այն կարծիք եկա, որ մասնագետներ նստած խելացի առաջարկներ են անում, որոնք ընդունելի են։ Ձեր ասածից, պարոն Կարապետյան, օրինակ կարող եմ վերել թռչնի մսի արտադրությունը։ 80-ական թվերին այնքան շատ էր թռչնի միսը, որ Կարեն Սերոբիչ Դեմիրճյանը վագոնով ուղարկում էր Հեյդար Ալիևին, չերես Բաքու այդ վագոնները գնում էին Մոսկվա։ Սենց բաներ էլ է եղել։ Բիզնեսի զարգացման համար քննարկումներ ենք անում, բայց հասարակ ժողովուրդը չի ընկալում այս բանը։ Այս քննարկումը այն մասայի համար է, որը քչից շատից հասկացել է ինչ է կատարվում։ Հարկերի համար պարոն Բագրատյանը մոռացել է, որ հաստատագրված հարկ էր ինքը սահմանել։ Դերձակը, Վարշավիրը 5000 մուծում էր, ուրիշ բանի հետ գործ չուներ։ Ճկուն քաղաքականություն։ Ես չասեցիք նրա համար։ Այսինքն կա 74 թվին Ֆրանսիայում եմ եղել։ Ստեղ այդ մանր բիզնես, բան չկար, բոլորը պետական էր, այնտեղ այդ կոչվում էր մարշե, առևտրականները մինչև 2-ը գալիս էին հրապարակներում, դնում էին իրանց ապրանքը, ծախում էին, հետո գնում էին, մանր բիզնեսներ էր օգտագործվում։ Ես հարցրեցի, ասի ո՞նց եք վճարում հարկերը։ Ասեցին տարվա ընթացքում որոշակի հարկ մուծում ենք մենք, իրանց չափով գիտեն ինչ ալու։ Տարվա վերջին հարկային տեսուչը գալիս է, դնում այդ ամբողջ թղթերը մուծածը, ստացածը, լրիվ բերում է զրոյականը եւ տալիս է այդ մարդուն։ Այսինքն հարկային տեսուչի հետ գործ չի ունենում։ Իսկպես երկրում միլիցիայից, ոստիկանությունից բռնցած մինչև դատախազություն զբաղվում են հարկի հավաքման։ Նշեցիք ընտանիքի հարցը։ Մեր սերունդը պատերազմից հետո առաջացած սերունդը 4-5 երեխայից պակաս չեն ունեցել մեր ծնողները։ Ինչ լավ են ապրել, չէ՞։ Բայց բերել են այդ մարդիկ երեխեք, մեծացրել, մեր փառք Աստծո, մենք մեր ընտանիքներն ունենք։ Ճիշտ բաներ եք ասում, գյուղացիությունը։ Առաջ որ գյուղ են գնում, գյուղացիներն այդ սեղաներ գցում, որ մենք քաղաքում չենք տեսնում այդ։ Հիմա մենք որ գյուղ են գնում, մեր հետ սնունդ ենք տանում գյուղ։ Շատ ճիշտ է, գյուղն պետքա զարգացնել։ Ինչ եմ ես ասում այս ամբողջը։ Ես նայում եմ ժողովրդի տեսակետից, ինձ դնում եմ ցածր մակարդակ ունեցող մարդուն։ Այս մեր քննարկումը բարձր մակարդակ ունեցող, ասենք միջին մակարդակ ունեցող մարդու համար է։ Չէ։ Մարդը կարող է գյուղատնտեսությունից լավ հասկանա մեզանից 10 անգամ լավ է։ Ստեղ ուրիշ հարց եմ ես ուզում ասել։ Տեսեք, հիմա ես որ լսում եմ այս քննարկումը, մարդիկ ինչ հետևություն անում։ Սա ըստից որ դուրս գամ ես ինձ դնելու եմ չհասկացողի տեղ ու մոռանալու եմ այս ամբողջը։ Մենք գնում ենք ընտրությունների, հիմա ես չհասկացա, Նիկոլին հանելու ենք թե չէ։ Չէ, հասկանում եմ, ուզում եմ ասեմ, այս ամբողջը բերեք կապենք դրա դոր հասարակ մարդը իրան չի հետաքրում։ Կներեք վերջացնեմ։ Օրինակ մի քանի բան է գցելու Նիկոլ, ոնց որ սուտ ասեց, բերեց, ինքը եկավ իշխանության, հմել մեր ընկերը նշել, չէ, բանկերը վարկեր են տալիս։ Իսկապես մարդ չկա, որ վարկի տակ չլի։ Հիմա Նիկոլը արդեն բան անում, որ մինչև 1 միլիոնը ինչը այդ վարկերը հեչ անելու։ Հասկանում եք։ Հետո ուրիշ էլի բաներ գբերի կխափի։ Ու ինքը բան կանի։ Բերեք կապենք այս ամբողջ քննարկումը հիմնական նպատակի հետ։ Մենք ընտրություններ չթաքցնենք այդ բանը եւ գնանք այդ բանով։ Սա է։ Ասեմ կարևոր բան։ Մենք պետք է անձերից մի քիչ ընկոմել նայենք, այսինքն ինչ է լինելու կառավարության փոփոխությունից հետո, ինչի համար ենք այս մարդկանց փոխելու։ Մենք պետք է ցույց տանք մեր հասարակությանը, թե ինչի համար ենք փոխելու, որpիսի նույն խնդրի առաջ ամեն անգամ չհայտնվենք։ Ինչու ենք մենք խոստումի տեսքով սա բաժանելու, ներկայացնելու մեր հասարակությանը։ Այս քարտը, որpիսի վաղը հաշվետվողականություն լինի գրված, չլինի թե ես այդպիսի բան եմ ասել, չեմ ասել, գրված։ Մենք պետք է մեր երկրում ամեն փոփոխության ժամանակ ասենք թե ինչի համար է փոփոխությունը,
մարդով չպայմանավորվենք փոփոխությունը։ Ինքը կգնա, նույն խնդրի առաջ չկանգնենք, ծրագրով պետք է առաջ գնանք։ Ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր տեղեկացված չեն տնտեսագիտությունից, փորձենք բարձեցված կարգով, կան որ տեղեկացված են ուրիշ բաներից, հասկանալի կարգով ասել, գործ լինելու է։ 1. Դու եթե աշխատում ես, քեզ պահում ես, քեզ խանգարող չի լինելու։ 2. Քո ծնողը իր թոշակի մեծ մասը դեղին չի տալու։ 3. 4. Գյուղում, եթե դու ապրում ես, ու սիրում ես քո գյուղը, դու կարաս ապրես այդտեղ, երեխաներին կարաս կրթության էլ ուղարկես, ու քո աշխատանքով հնարավորություն ես ունենալու ապրես։ Գյուղում խոպանի հույսին չես լինելու։ Եվ 5. Դու ունենալու ես քո տանիք, քո գլխի վերևում, դու ունենալու ես քո տունը, որպես յուրաքանչյուր հայ, ով երազում է մի բանի առաջինը ունենա մի տեղ, որտեղ ինքը կզգա, որ դա իր սեփականն է, սեփական տուն։ 5. կունենաս